Շնորհակալ եմ պատվարժան դատարան, Սահմանադրական դատարանի որոշումը հստակ ասում է անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Այդ ինչն է քննարկում ես պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշում և կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 283-ա որոշում։ Իդեպ սա էլ հրապարակային ասեմ պատվարժան դատարան, դատախազությունը հանդես գալով որպես միասնական համակարգ, այս որոշումը չի բողոքարկի։ Այս որոշման հետ համաձայն է եղել։ Այս որոշման որտեղ ասվում է, որ պատգամավորի կարգավիճակ է ձեռք բերել անձը 2026 թվականի հուլիսի 21-ից և այդ հիմքով միջնորդությունը, որ ԿԸՀ-ն քններ անձի անազատության վերաբերյալ համաձայնության հարցը վերադարձրել է։ Հենց այն դիրքորոշումը, որը այսօր լսեցինք պատվարժան դատարան, սպառված է, հերքված է, բացառված է։ Ավելի պատվարժան դատարան, այնպես է ստացվել, ես այս վեճի շուրջ մի քանի գործերով ներգրավված եմ։ Այս գործով էլ եմ ներգրավված, ԿԸՀ նիստին ես եմ մասնակցել։ Ավելին, եկել եմ մասնակցել մի նիստի պատվարժան դատարան, որտեղ մեր հարգարժան դատախազից, դատախազության կառուցվածքի տեսանկյունից վարչության պետի պաշտոն զբաղեցնող գործընկեր էր մասնակցում, որտեղ մեկնաբանությունը հետևյալն էր, քանի որ մեկ այլ անձ ունի այս պահին պատգամավորի կարգավիճակ, հետևաբար պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու ՍԴՎ տրամաբանությունը 16-19 որոշմամբ չի գործում։ Բայց եթե չունենար պատգամավորի կարգավիճակ, երեկվա դատական նիստն եմ մեջբերում, եթե չունենար պատգամավորի կարգավիճակ, իհարկե հուլիսի 21-ին պետք է ազատ արձակվեր։ Այն, որ ես այլևս փաստ եմ արձանագրում, որ ես տեսել եմ վերջին օրերի ընթացքում, թվով 3 դատախազների խումբ գործընկերների, որոնք միասնական համակարգ դատախազության այս եզրույթը արժեզրկում են, դա փաստ է։ Բայց կրկին իրավական կատեգորիաներով խոսենք, կա ԿԸՀ որոշում, կա վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, բայց կա նաև Դավիթ Ղազենյանը, ով ունի պատգամավորի կարգավիճակ և դեռևս անազատության մեջ է։ Ես չեմ կարող նաև շատ կարճ գունե անդրադարձ չկատարել նաև թե ընդհանրապես Դավիթ Ղազենյանի իրավաչափության պայմանների վերաբերյալ ինչ է տեղի ունեցել։ Պատվարժան դատարան ես նաև մասնակցել եմ առաջին այդ դատական նիստին, որը վերաբերում էր Դավիթ Ղազենյանի խափանման միջոցի հարցի ընտրությանը, դրա քննությանը։ Շատ լավ ենք բոլորս հիշում, ես նաև հասկանում եմ, այստեղ այն անձինք են ներկա, ովքեր ունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ում նաև հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել էին, որոնք գաղտնի վարորդային գործողություններ էին, բայց դրա մասին ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գիտեր։ Բայց գիտեր 2026 թվականի հունիսի 6-ից։ Ու այնպես ստացվեց, որ այդ ամբողջ հանրապետության մեջ նաև Դավիթ Ղազենյանը ևս ընդգրկվում է և հետևաբար Դավիթ Ղազենյանն էր տեղյակ քրեական վարույթից, ավելին հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները չէին զլացել, նաև ուղիղ ընդգծել էին, որ Դավիթ Ղազենյանին է վերաբերում այս քրեական վարույթը, նույնիսկ գաղտնալսումները, որոնք հանրայնացվել էին, այնտեղ ուղիղ հիշատակվում է Ղազենյան Դավիթ անուն ազգանունը։ Այսինքն այս աստիճան փութաջանություն էր ցուցաբերվել, որ Դավիթ Ղազենյանը այդքան լավ տեղեկացված լիներ գործի մասին։ Եվ չնայած այս բոլոր փաստարկներին, Դավիթ Ղազենյանի նկատմամբ կալանք կիրառվեց։ Այո, Դավիթ Ղազենյանի նկատմամբ կալանք կիրառվեց, այն էլ հիմքը խոչընդոտելու ենթադրյալ ռիսկով։ Հիմա ստացվում է, դատախազը այսօր դիրքորոշում է ներկայացնում, որ դեռ փաստորեն կան այդ ռիսկերը։ Ուրեմն հերիք չի կան այդ ռիսկերը։ Մի հատ է։ Ես իդեպ այնպես ստացվել շատ ավելի շահեկան դիրքեր ունեմ պատվարժան դատարան։ Հիմա ամեն դեպքում մենք ունենք սպեցիֆիկ իրավիճակ։ Ի վերջո Դավիթ Ղազենյանը ԵՊՀ շրջանավարտ է։ Դավիթ Ղազենյանը նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան և Հայաստանի Հանրապետության իդեպ իրավունքի ոլորտով, իրավագիտության ոլորտով միակ ակադեմիկոսի Գագիկ Ղազենյանի որդին է։ Եվ իսկապես ես նաև տեսնում եմ, ուղղակի չեմ կարող չտեսնել, որ պարոն Ղազենյանը նաև ներկա է նիստերի դահլիճում և իմանալով, թե ինչ աստիճան նաև ինքը փութաջանություն է ցուցաբերել իր ուսանողների շրջանավարտների նկատմամբ քրեական դատավարության նաև տեսանկյունից, երբ լսում է, որ օրինակ, թե ընդհանրապես այս քրեական վարույթի ինչի մասին է, իդեպ նախաքննության ավարտի և նյութերի գաղտնի չլինելու պայմաններում, մենք ունեցել ենք այդ բացառիկ հնարավորությունը նաև պարոն Ղազենյանի հետ քննարկում ունենալու, և ստացվում է այս պայմաններում մենք լսում ենք, որ պետք է Դավիթ Ղազենյանի նկատմամբ օրինակ
գրավի չափ առաջարկվի 1 միլիարդ դրամ։ Նաև իդեպ վարչական հսկողություն, նաև իդեպ բացակայելու արգելք, իդեպ բայց հետաքրքիր բան է, ստացվում է պետք չի կալանք։ Այսինքն այսքան ժամանակ Դավիթ Ղազինյանը, որ Երևան կենտրոն ԿՏՂ-ում էր, տեսակցությունների սահմանափակման ինտենսիվ պայմաններում եւ այլն, այսօրվանից պետք չի, պատվարժան դատարան, այսինքն օրինակ հսկող դատախազի կարգավիճակում վերացնել կալանքը չէր կարող պարոն Դանիելյան, պետք է ուղարկել դատարան։ Ի պատիվ դատարանից սա հատուկ եմ ուզում ընդգծել, մենք ունենք դատական նիստ 2026 թվականի հուլիսի 24-ին։ Մեկ այլ դեպքում մենք չէինք ունենա հուլիսի 24-ին նիստ, կունենայինք հնարավոր ավելի ուշ։ Այդ ժամանակ էլ ստացվում է ինի դատախազը գալու, ասել պետք չի այդ կալանքը, բայց այդքան օրեր մնար Դավիթ Ղազինյանը կալանքի պայմաններում։ Հիմա անդրադառնանք լավ է դիրքորոշման են վերջ։ Այդ ինչից ելնենք 1 միլիարդ դրամ, չհասկացա պատվարժան դատարան, այսինքն մենք գտնվում ենք մի ինչ-որ ներողություն ենք խնդրում, նաև պաշտպանյալից են ներողություն խնդրում, բանի ենք մասնակցում ինչ-որ, աուկցիոնի ենք մասնակցում, տենց պարզապես թվեր են ասում, 1 միլիարդ դրամ գրավը որն է, այսինքն ինչի համար, որ Դավիթ Ղազինյանը ամբողջ քրեական վարույթի սկզբնական ինտենսիվ փուլում եղել է ազատության մեջ։ Մեղադրական եզրակացությունը ուսումնասիրում ստացվում է Դավիթ Ղազինյանի հարցազրույցներից տեղեկացված էին մեր գործընկերները քննչականի նույնիսկ զննել են։ Factor TV լրագրողը չգիտեմ ներկա է թե չէ, բայց Factor TV լրագրողի հետ հարց ու պատասխանը զննվել է քրեական վարույթի մասը։ Հիմա այդ աստիճան տեղեկացված Դավիթ Ղազինյանը հերիքի պետք է կալանավորել, խոչընդոտելու ռիսկով, բայց հիմա նախաքննության ավարտի պայմաններում հաստորեն խոչընդոտելու ռիսկը այն աստիճանն է, որ 1 միլիարդ դրամ գրավ պետք է կիրառվի։ Կներեք, սա աբսուրդային է։ Ավելի աբսուրդային է նաև վարչական հսկողությունը, պատվարժան դատարան, որտեղ վարչական հսկողություն էլեկտրոնային սարք, արդեն այդ բառերը հակասության մեջ է 16-19 որոշման հետ։ Որովհետև վարչական հսկողությունը նաև անձի ազատ տեղաշարժի միջամտություն է պատվարժան դատարան, էլեկտրոնային հսկողությունը երկու բառ է, կամ ժամային, կամ վայրերի։ Եվ երրորդը, պատվարժան դատարան բացակայելու արգելք պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ շատ լավ։ Այս հանգամանքն եմ ուզում բացահայտել, կարծում եմ նաև իմ պատգամավորի կարգավիճակ, ինչպես ես այնպես էլ պարոն Ղազինյանը եւ այլ գործընկերները, որոնք ունեն, թույլ կտան նշված հանգամանքը նաև բացահայտել, Դավիթ Ղազինյանը նաև ներգրավվելու է խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներին։ Բացակայելու արգելք կիրառվի։ Ներկայացական մանդատով կոչված անձի նկատմամբ բացակայելու արգելք կիրառվի, որ խորհրդարանական դիվանագիտության մեջ չներգրավվի։ Իդեպ պատվարժան դատարանների հենց ստացվել այն դիմացը հենց հանրային մեղադրողը մեկ այլ վարույթով պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի դեպքում տեսել է ինչպես է բացակայելու արգելքը վերացվել եւ խորհրդարանական դիվանագիտության գործառույթը ինչպես է իրացվում եւ ինչպես որևէ ազդեցություն բացասական իմաստով չի ունենում, որտեղ երբևէ խափամմիջոցի փոփոխման հարց չի բերել։ Հետևաբար պատվարժան դատարան մի հատ ընդգծելով այն, որ իրավաչափության պայմանները խորին հարգանքով հակակոռուպցիոն դատարանի թե առաջին ացյանի, թե վերակին միջացյանի, մենք հույս ունենք բոլոր դեպքերում դեռևս վճռապետ դատարանից, այնքանով որքանով հնարավոր է մեր գնահատմամբ այն ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել Դավիթ Ղազինյանի նկատմամբ, դեռ կարող են վերականգնել, բայց ամեն դեպքում պատվարժան դատարանը մենք գտնում ենք, որ ընդհանրապես իրավաչափության պայմանի հարց չի եղել ի սկզբանե։ Բայց եթե դատարանը բոլոր դեպքերում, այսինքն արձանագրենք, որ վկայակոչած սահմանադրական դատարանի որոշման վճռաբեկ դատարանի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների ուժով տնային կալանքը ընդհանրապես պետք է վերացվի։ Սա մեկ։ Բայց եթե դատարանը գտնում է, որ նաեւ որևէ այլ պահպանամիջոց պետք է կիրառվի, մենք այդ դեպքում առաջարկելու ենք գրավը բայց գրավի մենք չափը, որը առաջարկենք պատվարժան դատարան եւ նաեւ օգտագործենք մինչեւ ձևակերպումը, դա կլինի 40 միլիոն դրամ։ Պատվարժան դատարան, որը գտնում ենք նաեւ առավել քան կչեզոքացվի ցանկացած տեսակ ռիսկ։ Ի վերջո պատվարժան դատարան Դավիթ Ղազինյանը ոչ միայն նախինում երբևէ չարադավորված անձ է, այլ նաեւ այլևս արժե պատգամավորի կարգավիճակ ունեցող, հետեւաբար նաեւ իր գործունեության տեսանկյունից միշտ հանրային հաշվետվողականության տիրույթում է գտնվելու, միշտ։ Բայց նաև մի կարևոր հարց է, ամփոփելով խոսքս ընդգծել, ես չգիտեմ, արդյոք հանրային մեղադրողը հնարավորություն ունեցել էր ուսումնասիրելու նշվածը թե ոչ, բայց մեզ տրամադրվել էր
նախաքննության ավարտ էր հայտարարվել եւ մեզ տրամադրվել էր բավականին երևի թե երկար ժամկետ պատվարժան դատարան, քանի որ դե խոչընդոտելու ինտենսիվ ռիսկ կար, երևի թե ուրեմն ինչ մեծ նյութերից էր, չէ՞, բաղկացած այս քրեական վարույթը, անաչառ դիտորդը այդպես կգաց։ Նախաքննության ավարտը հայտարարվեց ժամը 16:45-ի սահմաններում։ Մենք դիմեցինք վարույթ իրականացնող մարմնին նախին, որ մեզ տրամադրվի ժամկետ մինչև 2026 թվականի հուլիսի 21-ի, այսինքն հաջորդ օրը, մինչև ժամը 17:00։ Այսինքն մենք պահանջել ենք այդքան կարճ ժամկետ։ Քննիչը մերժեց մեր միջնորդությունը, ժամկետ տրամադրեց մինչև առավոտյան 11:00։ Այսինքն Ղազինյան Դավիթ, կալանք, բայց ժամկետ է նյութերին ծանոթանալու մինչև հաջորդ օրը առավոտյան 11:00։ Ինչքանով որ փորձեցինք ծանոթանալ գործի նյութերին, ներկայացրեցինք միջնորդություն։ Ասեցինք հարգելի վարույթ իրականացնող մարմին, խնդրում եմ հնարավորության դեպքում կատարեք առերեսում վարույթային գործողություններ, բայց եթե դուք գտնում եք ռիսկեր կա, դրա նվազման ուղղված ձեր պարտականությունը կատարեք, մենք էլ ունենք դրա պատրաստականությունը ցանկացած պահի մասնակցելու։ Մի հատ էլ բան ասեցինք, պատվարժան դատարան, ասեցինք նաև Դավիթ Ղազինյանին հարցաքննեք։ Ոնց որ գործը իր մասին է, իրան եք մեղադրում, իրան եք կալանավորել, երևի հետաքրքիր կլինի, չէ՞ ինչ որ բան ունի ասելու, թե ոչ։ Մենք ստացանք շատ հստակ պատճառաբանված դիրքորոշում քննիչից, այն է առանց քննության թողել մեր միջնորդությունը։ Այսինքն երևի կարիքը չկար ու արդյունքում այո Դավիթ Ղազինյանին չեն հարցաքննել։ Բայց պատվարժան